Շուշան Վարդենին հայ զորավար Վարդան Մամիկոնյանի դուստրն էր։ Վրաց ուղղափառ եւ հայ առաքելական եկեղեցիները նրան ճանաչեցին որպես համընդհանուր սուրբ նահատակ։ Մեծացել եւ կրթվել է Տատի Սահականուշի քրիստոնեական բարի ու առաքինի շնչով լի տանը, որով մինչ այդ դաստիարակվել էր նաև Վարդան Մամիկոնյանը։ Հարսնացել էր վրաց Աշուշա Բդեշխի որդուն Վազգենին, սակայն նա դժբախտ ամուսնություն ունեցավ։ Այդ ամուսնությունը դարձավ նրա կյանքի փշե պսակը։ Սուրբ Շուշանն ունեցավ 3 որդի եւ 1 դուստր։ Վարդանանց նահատակությունից հետո Վազգենը գնաց Պարսկաստան եւ ընդունելով պարսկական կրակապաշտությունը կամովին ուրացավ Քրիստոսին։ Եվ երբ վերադառնում էր այնտեղից, կնոջ առաջին հարցը սա եղավ. «Հոգին ինչպես է, ողջ է», սակայն ամուսինը վերադարձավ մեռած հոգով։ Վազգենն իր անարակ ցանկությունից մղված այնտեղից իր համար երկրորդ կին ուզեց։ Սուրբ Շուշանը անդադար աղոթում էր լացով ու ողբով։ Նախ Աստծուց զավակների հոգիների փրկություն խնդրելով, իսկ իրեն հոգու արիություն, որովհետև լավ գիտեր իր ամուսնու դաժանությունն ու կոպտությունը։ Վազգենը սկսեց ծեծել ու չարչարել, մինչև որ բանտ նետեց նրան, տալով միայն գարեհաց ու ջուր եւ թույլ չտվեց որևէ մեկը մոտը մտնի եւ վերքերը դարմանի։ Տարիներ անցան։ Միակ փոփոխություն եղավ այն, որ ջոջիկ իշխանի խնդրանքով Վազգենը թույլ տվեց ընդամենը Շուշանի վզի շղթան հանեն, որպեսզի կարողանար գլուխը գոնե կաշվե բարձի վրա դներ ու մի փոքր հանգստանար։